պարզ է, որ Հայաստան դաշինքն է գալու, խնդրեմ, Հայաստան դաշինքը եւ վստահաբար այդ ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանի շուրջ է։ Այս կերպարը եւ հիմա հրապարակ է եկել նաեւ Սամվել Կարապետյանը իր թիմով, խնդրեմ։ Գիտեք ինչ, մարդիկ ովքեր ինքնախապեյությամբ չեն զբաղվում եւ ունեն հիշողություն, մի փոքր որ ետ նայեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, իրենք ուղղակի չեն կարող օբյեկտիվ չլինել ու նորից մի անգամ ուրեմն չշեշտել, չհասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները եղել են մեր պետության ինչ ասեմ, ամենաբարգավաճող, ամենադրական, այն փոփոխությունները, որ եղան աչքի առաջ, այսինքն մարդը ունի կառավարչական շատ լուրջ ուրեմն ունակություններ եւ ուրեմն կամք մնացած ամեն ինչ որ պահանջվում է դրա համար եւ Ռոբերտ Քոչարյանի հետ իհարկե կարելի է իր ուժի հետ, մանավանդ եթե մենք նայում ենք այնտեղ կան հայրենասիրական հատեկոս դաշնակցությունը իր այդ կերպարով եւ այլն, սա անպայման վստահություն է ներշնչում, բայց այստեղ կա մի բայց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այնպիսի կաթիլ տարիների ընթացքում հակակարողություն է եղել, որ մարդկանց ուղեղում, գիտեք, պարզ մարդը, ես առիթ ունենում եմ, զրուցելու, ինքը հասկանում է ինչ է կատարվում, տանել չի կարողանում այսօրվա կերպարներին, բայց ասում է, բավոր Քոչարյանը գա, դուք պատկերացնում եք ինչ աստիճանի է այդ կաթիլները, այսպես գնացել նստել մարդկանց ուղեղում, որ այս ամեն ինչը հասկանալով զզվանքի ռեակցիա տալով, տեսեք, ասում ենք մենք, Տիկին Նալչաջան, ասում ենք մենք էգոցենտրիկ ազգ ենք, չէ՞, նաև ամեն մեկս դա նաև պայմանավորված է նրանով, որ մենք պետություն չենք ունեցել, ես իմ երեխան, իմ երեխու հացը, չէ, ավելի շատ իմ հացը, ես ուտեմ, հետո երեխու հացը, հետո 4 պատս, չէ՞, մեր այդ կա։ Գիտեք, ինչ-որ իմաստով սա մարդկային է։ Ահա, ինչ-որ իմաստով մարդկային։ Այս ուզում եմ հասկանալ։ Այսինքն էգոցենտրիկ, քեզ շահ եղել է, թե շահ չի եղել։ Ողջ հյուսիսային պողոտայի մասին եմ ուզում խոսել։ Հյուսիսային պողոտայից, չգիտեմ, այնտեղ ամեն մեկը իր այդ քարուքան տիղած քողտիկի, չգիտեմ ինչ ասեմ, ես տեսել եմ այդ բաները։ Այնիշ պայքարի մեջ է, ինչ։ Չէ, ինչքան գումարներ ստացան եւ ամեն մեկը առնվազն այդ իրանց փոքր եսիմ ինչի դիմաց եւ նորակառույցներում եւ երկու բնակարան կենտրոն, ինչ ասես տրվեց իրենց։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իր կաշվի վրա զգացել է, որ ինքը ինչ է ձեռք բերել, ինչ է ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է իշխանության, որ դա այդքան հեշտ է, 9 տարի վերընկած է, բան չի մի հատ այդպես թաղամաս չարեց, ինչու մի բան մի բան, ասենք, որ պլյուս դնենք, ասենք դրական Երևանը շրջանցող ճանապարհներ, բառից բուն իմաստով ճանապարհներ են, չէ՞ կառուցել, մարդիկ տեսել են, որ չկար այդ ճանապարհ, թունելներ, այն գլխավոր մայրուղիներ, ինչ ասես, գործարաններ, արտադրություն, այսինքն մարդը կոնկրետ իր վրա զգացել, ինքը ապրում էր այդ բանի մեջ, քողտիկի մեջ, այդ ավերակի մեջ, 1000 թվի, չգիտեմ ինչի մեջ, հետո դրանից հետո ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, բա ինչի ինքը իր կաշվով չի դատում։ Ես գիտեմ այդպիսի մարդկանց, որ ինքը ունի, բայց ինքը բան ունի իրանց նկատմամբ։ Այ դրա համար էլ քարոզչությունը շատ հզոր բան է։ Հետո մարդու մեջ կա նաև երախտամոլության այդ էլեմենտը կա բոլոր դեպքերում, հա, մարդուն բնորոշ է մեր ազգի պահե պահպանել է ռուսական կայսրությունը, հետո սովետական միության մեջ ձևավորվել է, ատելություն կա ռուս ժողովրդի նկատմամբ, չէ՞։ Քիչ է կարող է այդ ձեր ասած Հյուսային պողոտայի մի հատ բնակիչը գտնում էր, որ իրեն մի 2-3 սենյակ ավելի կարելի է տալ, Քոչարյանը ասենք այսքան է տվել։ Միշտ էլ բարեգործի նկատմամբ, միշտ էլ պրետենզիաներ են լինում։ Շատ դեպքերում, հա, եթե մարդու կերպարը այդպիսին է, հնարավոր է որ բարեգործի նկատմամբ, այ որ ուզեր էս էլ կաներ, բայց այս մի բանը չարեց, սա արեց, նա արեց։ Մարդկային էությանը բնորոշ բաներ կան։ Այնպես որ բացի դրանից քարոզչությունը շատ հզոր բան է, քարոզչությունը խորքի վրա է, մեր հոգեկանի խորքը։ Թույլ չեմ տա անունները տամ, բայց հայտնի սովետական միության շրջանում հայտնի քարտուղար է եղել շրջաններից մեկում եւ ворթեգրել է ինչ որ մեկին եւ պատկերացրեք ոնց է պահել այդ տային, ինչեր է տվել եւ այլն, Հետո որ ինքը արդեն ասունացավ, բայց այդպես արժանի զավակ չի եղել, այդքան ասում է, հա ինչ կարող է, չէ՞ ինձ իրա փոխարեն Կարեն Դեմիրճյանը ворթեգրել։
Միշտ մանկատնից վերցրել է, չգիտեմ, ուրա հասցրել, ինչ արի, ասում է, բայց դրա փոխարեն շրջանի քարտուղարն է, ինձ ворթեգրել, բայց կարող էր, չէ, ինձ ворթեգրել Կարեն Դեմիրճյանը։ Գիտեք, հիմա սա Հյուսիսային պողոտայում ստացել եմ, չէ, 2 տուն։ Տուն էլ չէ։ Բայց 3 հատ բայց կարող է, չէ, մի 4 4-ին կած ստանալ, չգիտեմ, իսկ չգիտեմ։ Մեր ժողովրդական խոսքեր ունենք, չէ, ասում են լավություն անողի գլուխը ծակ է։ Չէ՞։ Բայց դուք ճիշտ եք ասում, որ քարոզչությունը ինչքան կարևոր է, այնքան որտեվ քարոզչությունը մարդու հոգեկան աշխարհի խորքային շերտերի հետ գործ ունի։ Այն ինչ մենք ասում ենք, հա, որ ստացել եմ, արել է եւ այլն, նախ այդ միշտ քիչ լինելու այդ տարը կարող է լինել, բայց բոլոր դեպքերում միշտ այդ քարոզչության այդ կաթիլները, հա, որ ենթագիտակցության մեջ կաթեցնում են, օրինակ ասենք ստանդարտ արտահայտություններ են մտնում, ասում են, բան է, Քոչարյանը մարդասպան չէ, այդպիսի հիմար ինչ որ մի հատ բան կար, չէ, մեջտեղ գցած։ Մինչև հիմա նա այդ մարդասպանն ով է։ Հա, ում ժամանակ ինչքան մարդ է սպանվել, որովհետև դա պատերազմ չէր, դա մարդասպանություն էր։ Բայց արձանագրում ենք, որ այդ նախագահի ժամանակ մի մետր թշնամուն չի անցել։ Հենց է դա։ Ու ոչ մի կրակոց չի եղել այն կողմից։ Մենք մեզ զգացել ենք ուժեղ, մենք մեզ հպարտ ենք զգացել։ Հիմա սա ուրեմն Քոչարյանի եւ իր ուրեմն այդ շատ լավ, ինձ նաեւ հետաքրքիր է հայ հեղափոխական դաշնակցությունը։ Երբ որ ինչ որ մի բան է լինում, ուզում ես ազգային պորտկում, չգիտեմ, սա պայքար բան, ասում եք ինչ է անում դաշնակցությունը, ինչու։ Բայց ինչի է մեր ժողովրդի մեջ նստած, այնուամենայնիվ հայ հեղափոխական դաշնակցությունը 1.5 2.5%-ից ավել ձայն չի ստանում բոլոր ժամանակներում, ինչու։ Գիտեք ինչ, երևի շատ ցավալի պատասխան ես դա տամ։ Սա արդեն արժեքների անկման մասին է խոսում։ Ուրեմն հայրենասիրությունը, հայրենիքի համար պայքարելը եւ այլն, գուցե այդքան մեծ արժեք չեն համարվում այսօր։ Եւ դա շատ տխուր վիճակ է, եթե այդպես է, որտեղ դաշնակցությունը հայ հեղափոխական դաշնակցությանը չեմ կարողանում հասկանալ։ Չի ներվում, որ առաջին հանրապետության չկարողացան երևի։ Այդ տեսեք դա պահպանվում է։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ, ինչու է հայ դաշնակցության նկատմամբ ինչ անեն, որտեղ լինեն, ինչ պայքարվեց, իրանք 1.5-2.5% է։ Հենց հայրենիքը վտանգված է, մենք տեսնում ենք դաշնակցականները հենց իրենք չհարցնենք էլ իրենք արդեն առաջին շարքերում են։ Իրենք դա կազմակերպում են, իրենք այն հայրենասիրական, հայրենիքի նկատմամբ նվիրվածության, այդ ներքին զգացողությունը միշտ կա, բայց միշտ այդ վայրահաճոցները տարբեր կողմերից դաշնակցությունը կարող է ինչ-որ դեմքերը փոխելու խնդիր ունեն, օրինակ հայահեղափոխական դաշնակցությունը, մարդիկ կան, որ անընդհատ հրապարակում են, ասենք Արծվիկ Մինասյանն է, Արմեն Ռոստոմյանը, չգիտեմ, մարդիկ կան, որ պիտի նոր դեմքեր կան, դա կա թե չէ։ Դե ինչ որ չափով այդ կատարվում է, մենք տեսնում ենք, հա, ինչ որ նոր դեմքեր կան, հիմա դա արդեն դաշնակցության ներքին իրենց ուրեմն դիրքորոշումներն են իհարկե, բայց մեր ժողովուրդը գիտեք ավելի շատ ինչ որ մի հատ դեմքի առաջնորդի, ինչ որ մի հատ կերպարի ավելի շատ սպասում։ Իսկ դաշնակցության դեպքում մենք գիտենք, որ դեմքեր են, առանձին ինչ որ բան, հա, իրենք առաջնորդներ նշեն մատուցում։ Երկու բան նշեցիք, այն որն է կարևոր, որ պատմական այդ բանը չի ներվում հայ հեղափոխական դաշնակցությանը, թե մեծ ազգային քիչ է դրված։ Ես ավելի երկրորդի կողմնակիցն եմ, որովհետև եթե մենք այսօրվա, հա, մեր ժողովուրդը, որ այս սերունդը, որ ապրում է, չի ներում 100 տարի առաջվա իրողությունը, բայց չգիտես ինչու ներում է այսօրվա պետության կործանումը, ուրեմն դա ուղղակի ստերեոտիպացված մի բան է, որ դրված է մարդկանց։ Ես ավելի շատ ցավոք սրտի ավելի շատ հակված եմ երկրորդին։ Ուրեմն հայրենիքի համար պայքարը, հա, այդպիսի նվիրումով նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին, դա երևի այդքան մեծ արժեք չի մեզ համար։ Շատ լավ։ Դուք էլ կընդունեք, չէ, որ իսկապես են բան ռեալ, իրական, բարերար, բարեգործ մարդիկ շատ չեն սիրում ցույց տալ։ Այո։ Այն ինչ որ անում են, էլի։ Հիմա Սամվել Կարապետյանը դրանց դասին է, այդպեսին է։ Ինքը մենք գիտենք, որ ահռելի 1 միլիարդի չափ մարիամ ներդրում է արել բան, բայց մենք դրա մասին գրեթե քիչ գիտեինք։ Չգիտեի, ոչ թե մենք չգիտենք, ես գիտեի, բայց ասենք ընդհանուր առմամբ, այո, չի թմկարվել, առաջին պլան չի եկել, չի խոսել եւ այլն եւ այլն։ Բայց հետո տեսեք եկավ եւ միանգամից այդ հրապարակ եկավ, որ այսքան բարեգործություն, սա է կառուցել, սա է կառուցել, սա է կառուցել, սա է կառուցել, այսքան գումար, չգիտեմ։ Այս կերպարը ամբողջացավ, մտել է Սամվել Կարապետյանի կերպարը մեր ժողովրդի մեջ, որ բարերար է, մեծ բարերար է, բարեգործ է եւ կարող է ինչ որ բաներ փոխել։ Իմ դիտարկումներով այո։ Այո։ Ընդ որում խոշոր քայլերով։
Որովհետև գիտեք մարդիկ պիտի շոշափելի ինչ-որ ինֆորմացիա ունենան։ Եթե ասենք դու լսում ես, որ ասենք Սամվել Կարապետյանը, ասենք Արցախում մի հատ գեր ժամանակակից հիվանդանոց կա, 43 միլիոն։ Այո։ Վանաձորում հիվանդանոց 23 Լավ է, բայց միլիոն դոլար։ քանի որ դա առանձնապես չի թմկահարվում, հա, այպես համեստորեն, դա գիտեք, շատ լուրջ մարդկային ուրեմն հատկանիշ է, որը շատ առաջնային սա մարդկային բարոյականության ու պարկեշտության մասին է խոսում։ Շատ հետաքրքիր է, գիտեք, տարածվել է Ռոբերտ Քոչարյանի վրա, ասում են, երբ որ իրեն ասում են, ինչի՞ չեք ասում, ասենք, այսքան թունել, այսքան ճանապարհ, այսքան միլիոններ ներդրում, այսքան չգիտեմ, էսի ինչ, ասում են, դե գործեր իրանց մասին խոսում են, մենք ասեմ, դες Ռոբերտ Քոչարյանի բարագայում արժեր ասել։ Օրինակ, ես հիշում եմ, այն ժամանակ ես մտածում էի, լավ, այսքան բան անում են։ Ինչի՞ մի հատ չեն ասում, որ մենակ ինչ որ ընտիմադիր Աստված գիտի, ինչ որ բամպասանքներ, չգիտեմ, սա, կամ էլ մենակ թեկուզ շատ արժանի, հա, այսպես իրական քննադատական բաներ ավելի շատ են հնչում, քան թե ախր որ անում եք, ասեք։ Եթե դու պետություն ես, դա արդեն ուրիշ բան է, բայց եթե մարդը որևէ ստատուս չունի եւ ուղղակի իր հայրենիքի համար անում է սիրով, անում է նվիրումով, հա, սա արդեն լրիվ ուրիշ բան է։ Եվ սա Սամվել Կարապետյանի կերպարին շատ առայժմ դրական է եւ ասեմ մեծ քայլերով գնում է։ Եվ սա շատ լավ է, որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված այդ պատկերացումները այսպես մեղվել եւ մնացել են, Սամվել Կարապետյանի պարագայում դա չկա, չի կարող լինել, որովհետև ինչ էլ անել չեն հասցնի այսօրվա իշխանությունները, որտեղ իրենք լծված են, փորձում են անել, հա, իրենց ոճով հեծի հետ կապված, որ ամեն մեկից չգիտեմ ինչ, բայց դա բայց տեսնում ենք, որ առանց իրա պայթում է հեծը։ Եվ ուղղակի մարդիկ արդեն տեսնում են, որ սա ինչի մասին է խոսքը, նույնիսկ ծիծաղելի է, հա, այդ մասին չի աշխատում։ Շատ լավ։ Հիմա տեսեք, կա որոշակի զայրույթ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որ մենք ակնկալում ենք իրենք ուրիշ ընդդիմություն պիտի լինեին, այսինքն ավելին էին ակնկալում, հա։ Կա այդպիսի բան, մարդը ինքը պետական գործիչ է, ինքը լիարժեք է եւ ճիշտ է այն տեղում, որ ինքը պետական գործիչ է, երկրի ղեկավար, մի բան է եւ մի բան է, որ ընդդիմադիր գործիչ։ Կարող են տարբեր լինել։ Այո։ Գիտեք, ամեն մարդ ունի իր ինչ ասեմ, իր հնարավորությունները, իր ուժեղ ու թույլ կողմերը, հա, կարող է պատահի դուք այս հարցում շատ ուժեղ եք, մեկ այլ հարցում դուք չունեք այդ ներքին պոտենցիալը, դուք այդպեսին չեք, օրինակ Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ պետական գործիչ է, հա, ճգնաժամային նույնիսկ, հա, այսպես կառավարիչ, որ կա ճգնաժամ, իր միտքը հրաշալի աշխատում է, ինքը տեսնում է ոնց կազմակերպի եւ մեկ էլ տեսնում ենք, որ հարցերը լուծում է, բայց ընդդիմադիր գործիչը, այ օրինակ նույն Նիկոլը, որպես ընդդիմադիր, ինքը քանդող է, ինքը դեստրուկտիվ է, բայց ինքը շատ էներգիա ունի, բայց այդ էներգիան քանդելու ուղղությամբ է, տեսեք քարոզչության ինչ շնորհ ունի քարոզչը, ինքը ուղակի ինքը բացասական մինուսի տակ է, հա, բոլոր հարցերում։ Ինքը ամեն ինչ կանի այդ էներգիան, տեսեք սիրան շահելու եւ այլն։ Քանդելն էլ է այդ էներգիայով, քանդելը։ Հիմա կգնում ինքը ահռելի էներգիա ունի Նիկոլը։ Բայց քանդող էներգիա, ավիրող էներգիա։ Գիտեք, ընդդիմությունը ինքը նույնպես պիտի կոնստրուկտիվ լինի։ Դու ընդդիմանում ես, մատը դնում ես սխալների վրա, չգիտեմ, միասին գործ եք անում, իսկական ընդդիմությունը իշխանության հետ ձեռք-ձեռքի տված, այո, ինչ որ բանավեճերի միջով անցնելով, իր վերջնանպատակը կոնստրուկտիվ պիտի լինի։ Հիմա ճիշտ է, ցավոք սրտի, սրանք ավերողներ են։ Հիմա ճիշտ է, որ քննադատում են Ռոբերտ Քոչարյանին, որ մեր սպասված ընդդիմությունը չեղավ։ Գիտեք ինչ, միշտ էլ կարելի ավելին սպասել, բայց եկեք մի քիչ ավելի, չգիտեմ, մի քիչ մարդկային մոտեցում։ Այդ պատգամավորները ինչերի միջով ասես անցան, հեշտ է։ Օրինակ ասենք ամեն մեկս իմ վրա են պատկերացնում, ես կարող էի այդպես, թերևս չէի կարող։ Համենայն դեպս եկեք գնահատենք մարդկանց նվիրված աշխատանքը, ինչի դեմ որ պայքարում է այսօրվա ընդդիմությունը, նույն Հայաստան դաշինքը մյուսները, գիտեք ինչ շատ մեծ ուժերի դեմ ենք պայքարում։ Չէ, դա հասկանալի է, բայց օրինակ այնպիսի թեմաներ կա, որ պիտի կազմակերպված, բան, շատ բան, իհարկե այդ առումով շատ մեծ բացառում ունի։ Օրինակ ես գտնում եմ, որ Հայաստան դաշինքը շատ վատ աշխատեցին մեր ընդդիմությունը ինքն էլ ունի այդ եսակենտրոնությունը։ Ամբիցիաների պայքար է այսպես երևում։ Հիմա ես տեսնում եմ, որ ոնց որ թե այդ ամբիցիաների պայքարը մի կողմ է դրվում, որովհետև կա մի հատ իսկապես ընդհանուր նպատակ։
Փրկել երկիրը, ազատվել այս ինչ ասեմ, այս թրկաղուտից ազատվել, հա, երկրի։ Ընդդիմությունը չէր կարող նաև հասկանալ, որ մենք գործ ունենք խուժանապետության հետ, չէ՞, մեծ հաշվով։ Հիմա եթե Նիկոլը այնտեղ ասեր, ինչ էր, պարզ էր, չէ՞, որ հրահանգեր տրված падգամավորներին գնալ եւ հարվածել 7 հոգով այս падգամավորին, չէ՞։ Ինչ էին անում կոնկրետ, որտեղ որ նախկին падգամավորները ընդդիմադիր մեծ խոսում են, ես մի քանի անգամ ասել եմ, ասենք ինքը ասում է, մեծ խոսելուն։ Падգամավորի մազերը բռնում ես, տալիս ես գետին։ Կարող չէին անել։ Բնականաբար անելու էին, մենք տեսել ենք, այսինքն դուք մի համեմատեք, էլի որ իբր թե այն ժամանակ Բարգավաճից էիք կամ չգիտեմ Գելքից էիք, Սերժ Սարգսյանը կամ Մյուսին ընդդիմություն էիք։ Հարմար ընդդիմություններ էիք, ձեր համար պայմանավորված ապրում էիք այս կարելի է։ Նույն չգիտեմ, ասենք Դանիելյան Գառնիկը, կանայք են աղջիկները ոնց են պայքարում։ Անան, Քրիստինա։ Այո, ոչ Արմինե Գյուրեղյանը։ Հիմա կողքից նստած մենք այսպես ուղղակի մեծ խոսենք, չի կարելի այդպես։ Չի կարելի։ Իհարկե միշտ էլ զուտ կազմակերպչական առումով, հակակարողության առումով կարելի է ավելի։ Սանձարցակ, տեսեք, երեք կրակահերթեր սա չէ, օրինակ այսօր պետք է պայթեր ընդդիմությունն ասեր սա ինչ է, քայլ լռություն։ Չէ, մյուս կողմից տեսանելի էլի, որ այդ իմաստով շատ բան է։ Հիմա ասենք Գագիկ Ծառուկյանի եւ Մայր Հայաստանի առանձնապես չեն կողմնորոշված, հիմա նոր մտել ենք, կտեսնենք թե ինչ են անում, սոցիալ-տնտեսական ուղղությունն են վերցրել մեր ձևովը, բայց պիտի գոնե այս առումով մեծ աղմուկ բարձրացներ Հայաստան դաշինքը պատիվ ունեմ, տեսանելի չի, 1-2 ինչ որ բան ասեցին, բանդայի կրակոցը փակվեց գնաց, մեկ օրվա, բայց սա մեկ օրվա բան չի է։ Եթե դու հետևողական վերցնի քո թիմը 10 օր շարունակ, բանդիտիզմա, կրակահերթեր, կրակոցներ, սա է եղել։ Նիկոլը իշխը ո՞նց էր անում Նիկոլը։ Չէ, այդ իմաստով շատ թերի եւ թույլ է ընդդիմությունը։ Դե միշտ էլ կարելի ավելի լավ աշխատել։ Միշտ էլ կարելի է նույն հակակարողության իմաստով, ես ինքս առիթ ունեցել եմ ասել, քարոզչությունը սրանց շատ լավ է իրականանում, որովհետեւ սրանց թիկունքի ետևում այդ հուշողները որ կան, թե ինչ անեն, ոնց անեն, իրենք հենվում են շատ կարևոր մարդկային օրինաչափությունների, սոցիալ-հոգեբանական օրինաչափությունների վրա։ Մեր հակակարողությունը այդպես խորքային չի ցավոք սրտի։ Բայց մյուս կողմից մենք տեսել ենք, որ սովետական միությունը փլուզվեց, արևմուտքի կողմից բարիս բուն իմաստով պաշարված եւ օկուպացված է Ռուսաստանի Դաշնությունը։ Կարողացան, չէ, դուրս գալ։ Օկուպացված է Վրաստանը։ Կարողացավ, չէ, դուրս գալ։ Հիմա մենք այդ օրինակ, մենք այդ դե որովհետեւ թույլ է նաեւ ընդդիմությունը դե այդ իմաստով թույլ է, էլի։ Բան չեմ ասելու, բայց բոլոր դեպքերում այո կարելի էր, բայց այսպես մեծ ախոսել ու ինչ որ նստել տանն ու քննադատել, ես դեմ եմ այդպիսի բաներին։ Սխալվում են նրանք, ովքեր գործ են անում, ով գործ չի անում, նա չի սխալվում։ Չէ, դե մենք ասենք, որ գործ քիչ եք անում։ Դե ասում եք միշտ պիտի պահանջել, քիչ այո, պիտի ոչ միայն ամբիոնը առհասարակ, հա, գործունեության մեջ ճշգրիտ ավելի կարելի է աշխատել։ Երկիր ծախած, վաճառած, երկիրը կործանված, ցեղասպանության հասցրած։ Այո, մենք այդ բավականին ներտ ընդդիմության հետ գործ ունենք։ Այսինքն եթե դեռ այս ամեն ինչից հետո կանգնում ասում են իրար շնորհ, հիմա սա խնդրում եմ մեկնաբանեք, հա, ասում են, հա, եւ երրորդ ուժի մասին խոսենք, հետո կանցնենք սրան։ Եվ հիմա համենայն դեպս Սամվել Կարապետյանի հետ Ծառուկյանը եւ Մայր Հայաստանը։ Սամվել Կարապետյանի ուժի հետ կապված ես բավականին լավատեսական հեռանկարներ եմ տեսնում եւ ինչն է կարեւորը, դա կոմպենսացնում է այն ինչ Քոչարյանի ուժը ոնց որ իշ թույլ կողմն է։ Մի տեսակ կոմպենսացնում են։ Ինքը այստեղ չեն կարող, հա, ինչ որ կեղտ մանգալ կպնել եւ այլն։ Մարդը բարեգործ է, մեծագույն բարեգործ է, հայրենիք ծաղկեցնող է եւ եթե իշխանություն ունենա, մարդիկ շատ իրավացիորեն մտածում են, որ կծաղկեցնի։ Այստեղ էլ քիչ է խոսվում անվտանգության եւ այլնի մասին, բայց դա էլ ինքնին հասկանալի է, անվտանգությունը եւ տնտեսական աճը, մարդկանց բարեկեցությունը կարելի է բարելավել, եթե կա անվտանգություն, եթե չկա անվտանգություն, պարզ չի, որ այդպես է լինելու։ Այնպես որ իրենց թիմի հեռանկարը ես շատ դրական եմ տեսնում, ժողովրդի վրա ազդեցիկ լինելու